Իրանի եւ Հայաստանի ղեկավարները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցության արդյունքն ամփոփող հայտարարություններով։ Այս հանդիպման ընթացքում մենք լավ համաձայնություններ ենք ձեռք բերել տարբեր ուղղություններով, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նա նշել է, որ Հայաստանի հետ Իրանը միշտ բարի դրացիական հարաբերություններ է ունեցել, հույս հայտնելով, որ նոր իշխանության հետ դրանք առավել կզարգանան։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունն էներգետիկ ոլորտում։ Ըստ վարչապետի Իրանի նախագահը նշել է, թե Իրանի կողմից կա Հայաստանին մատակարարվող գազի ծավալները մեծացնելու պատրաստակամություն, բայց անհրաժեշտ է ընդհանուր հայտարարի գալ գազի գնի հարցում գործարքի գրավչությունն ապահովելու նպատակով։ Բացի դրանից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր։ Փաշինյանի խոսքով էներգետիկ միջանցքի ստեղծումը կարևոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային եւ թե ավելի ընդհանրակ առումով։ Իրանի նախագահ Ռոհանին ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում հայտնված մյուս թեմաներից մեկը եղել է հյուսիս-հարավ մայրուղին։ Ըստ նախագահի իրանական կողմը ծրագրին մասնակցության պատրաստակամություն է հայտնել։ Անդրադարձ է եղել նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացմանը։ Խոսք է գնացել նաև գյուղատնտեսության ոլորտի մասին։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը։ Իրան այցին ընդառաջ իրանական իռնագործակալությունը ծավալուն հարցազրույց է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն հարուստ օրակարգ եւ իր այցի նպատակն այդ օրակարգն առաջ տանելն է։ Իրանի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մասն են։ Հայաստանը հակված է զարգացնել դրանք, ասել է Փաշինյանը։ Օրակարգի կարևոր հարցերից վարչապետն առանձնացրել է ԵԱՏՄ համաձայնագիրը, նշել, որ այդ փաստաթուղթը նոր հեռանկար է բացելու մասնակից երկրների համար առևտրային եւ ներդրումային ոլորտներում։ Փաշինյանը տեղեկացրել է նաեւ, որ շարունակվում է բանակցությունը Արաքս գետի վրա հեկերի կառուցման օրինագծի շուրջ, որն արդեն հաստատվել է Մեջլիսի կողմից։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ավելացնելու ապրանքաշրջանառության ծավալն ու ամբողջությամբ օգտագործելու եղած հնարավորությունները։ Էներգետիկայում իհարկե զարգացման մեծ պոտենցիալ կա։ Մենք ունենք համատեղ այնպիսի լուրջ ծրագրեր, ինչպիսիք են գազ հոսանքի դիմաց փոխանակումները եւ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը։ Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակից տեղեկացրել են, հիմնադրամի թիմը եւ Հայաստանի իշխանությունները աշխատակազմի մակարդակով պայմանավորվածություններ են ձեռք բերել 250 միլիոն դոլար գումարով կանխազգուշական stand-by ծրագրի շուրջ, նոր կառավարության բարեփոխումների ծրագրերին օժանդակելու եւ արտաքին ցնցումների նկատմամբ դիմադրողականությունն ամրապնդելու համար։ Նշված ծրագրերը նպատակաուղղված են մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանման համար ծանրակշիռ քաղաքականությունների վարմանը եւ ներառական աճի խթանման համար բարեփոխումների առաջմղմանը։ Պայմանավորվածությունը ենթակա է հաստատման Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից, որի քննարկումն ակնկալվում է 2019 թվականի մայիսին։ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը նախատեսում է այս տարվա սեպտեմբերից բարձրացնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը։ Սրա մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա բարձրացման կոնկրետ չափը դժվարացել է նշել, սակայն տեղեկացրել է, որ անհրաժեշտ դրամական միջոցները կստանան նախարարության բյուջեում խնայողությունների հաշվին։ Հարությունյանը նկատել է նաեւ, որ եթե այս տարվա սեպտեմբերից անեն բարձրացումը, ապա այն մեծ ճնշում կլինի ոչ թե այս, այլ հաջորդ տարվա բյուջեի վրա։ Միացյալ Նահանգների կոնգրեսի կայքում հրապարակվել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանում նախատեսող նորացված օրինագիծը։ Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են սահմանել Ռուսաստանի Դաշնության նոր սուվերեն պարտքով 14 օրվանից ավելի տևողությամբ գործարքների արգելք։ Արգելքի գործողությունը պետք է սկսվի օրենքի ուժի մեջ մտնելուց 90 օր անց։ Պատժամիջոցները կվերաբերեն Ռուսաստանի այն ֆինանսական ինստիտուտներին, որոնք Միացյալ Նահանգների նախագահի գնահատմամբ այս կամ այլ կերպ աջակցել են Ռուսաստանի կառավարության միջամտությանը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ցանկացած երկրում ժողովրդավարական ընթացակարգերին կամ ընտրություններին։ Նաև սենատորներն անհրաժեշտ են համարում սահմանել պատժամիջոցներ, որոնց թիրախը կլինեն Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ներդրումները ռուսական հեղուկացված բնական գազի նախագծերում։
Տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող միջազգային Group IB ընկերության փորձագետները պարզել են, որ ռուսական բանկերի 74%-ը պատրաստ չէ ցանցահենների հարձակմանը։ Հաղորդվել է, որ անցյալ տարի ցանցահենների հարձակումների հիմնական մասը բաժին է ընկել ֆինանսական հատվածին։ Ընդ որում բանկերի մեծ մասը ոչ միայն անպատրաստ է եղել դիմակայել այդ գրոհները, այլև 29%-ի մոտ հայտնաբերվել է վնասակար ծրագրերի ակտիվ վարակներ, որոնց մասին տեղեկատվական անվտանգության ներքին ծառայությունները գաղափար անգամ չեն ունեցել։ Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները փոքր-ինչ աճել են։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինը ավելացել է 88 սենտով, կազմելով 1 բարելի դիմաց $65.54 սենտ։ WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում ընդամենը 2 սենտով է աճել եւ կազմել բարելի դիմաց $55.50 սենտ։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքներով ամերիկյան դոլարն այսօր արժեցել է 489 դրամ 38 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 557 դրամ 70 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 7 դրամ 44 լումա։